Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես, եթե ժողովուրդը որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում են, դա նշանակում է պատերազմ։ Վարչապետն է հայտարարել ազգային ժողով կառավարություն հարցու պատասխանի ժամանակ։ Անդրադառնալով ընտրություններին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետևյալը՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե չի շարունակվում։ Այսօր քաղաքացիական պայմանագիրը միակ քաղաքական ուժն է, որը հստակ ասում է, որ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվում։ Մյուս բոլոր ուժերն ասում են, որ իրենք շարունակելու են Ղարաբաղյան շարժումը։ Եթե ժողովուրդը որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում։ Շատ պարզ ընտրություն է, նշել է վարչապետն արձագանքելով իր պատերազմի մասին հայտարարությունների շուրջ աղմուկին։ Իդեպ նշեմ, որ ընդդիմությունը քննարկմանը չի մասնակցել։ Այսօր ընդդիմադիր ըստ էության ճակատով հանդես եկող ձեր նշած ուժերը բոլորը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ։ Ընդ որում հենց իրենք օգտագործում են խաղաղությունը պարտադրելու, ուժային մեթոդներով խաղաղություն պարտադրելու եւ այլնի մասին։ Դա այլ կերպ քան պատերազմի ճանապարհ ոտք դնել անհնար է։ Այսինքն բոլորը այդ ուժերը ում եք ասում կոնկրետ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան ուժեր, բոլոր երեքը հանդես են գալիս, մեկը ասում է վերաբանակցենք, մեկը ասում է ուժով պարտադրենք, այսինքն ընդհանուր տրամաբանությունը դա է։ Այսինքն իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որը կա, այդ խաղաղությանը պետքա տեր կանգնել եւ այդ խաղաղությունը պետքա խնամել։ Իրանք ասում են, որ այդ խաղաղությունը պետքա վերաբանակցել, ինքը այն չի, եւ դա բացում է միանշանակ էսկալացիայի ճանապարհը։ Եվ ինչու պետք է դա տեղի չունենա, այն էլ աշխարհաքաղաքական այս միջավայրում, որտեղ այնտեղ որտեղ պատերազմի հնարավորություն կա, այնտեղ որտեղ պատերազմի դուռ կա եւ այդ դուռը բաց է, պատերազմը մտնում է, մենք չենք տենում ինչ է կատարվում աշխարհին։ Որտեղ փոքր ճեղք եղավ, պատերազմը ճեղքով մտնելու է։ Իսկ ձեր ասած ուժերը ոչ թե ճեղքի մասին են խոսում, իրանք բանի դռների փեղկերը լայնորեն բացում են։ Դուք նայեք այս դահլիճի այս հատվածի դատարկության, չէ՞։ Երկու падգամավոր կա այնտեղ, որ անդադ շատ ակտիվ հարցեր են տալիս, տվին հարցեր, տեսան բան չի ստացվում, հիմա գնացել են Ռոբերտ Քոչարյանին են բռնել, Ռոբերտ Քոչարյանին են հարցեր տալիս։ Հասկանում եք, բա եթե տենց երկիրը այդ վիճակում է, այս դատարկությունը ինչի մասին է։ Ընդ որում Քոչարյանին հարցեր են տալիս, գոնե հետո մոնտաժ են անում մոնտաժ են անում նոր են տեղադրում, բայց այդ չգիտեմ ժամային մոնտաժների արդյունքում մեկա բանը էլի խոսացածի մի շատ զգալի մասը տենց ժամանակը սպառվեց, թե չկասեի թե ինչա։ Վերջին օրերին ընդդիմադիր խմբակները երաշխավորած ցավ են կպել, արտգործ նախարարն է հայտարարել, նաև նշել, որ ունեն նարատիվներ Ղարաբաղը հետ բերելու եւ այլնի մասին, որոնք հակասում են խաղաղությանը։ Արարատ Միրզոյանն ասել է, որ առհասարակ երաշխավորները հետապնդում են իրեն շահերն ու սառը հաշվարկների աշխարհում, միջազգային հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի տալիս, իր զինվորների արյունը չի թափում, իր ծախսերը չի անում եւ այլն։ Մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված եւ մի երաշխավորի կողմից չէ, երաշխավորի խմբի կողմից երաշխավորված եւ կնքված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են շատ հեշտությամբ, ընդ որում հետաքրքրաբար խախտվել են երբեմն երաշխավորների կողմից, ինչը իր հերթին նորից ապացուցում է, որ երաշխավորները այդտեղ սիրուն աչքերի համար չի որ գնում են, այլ հետապնդում են իրենց սեփական շահերը։ Այնպես որ իրականում ԱԳՆ-ն խոսել է երաշխիքների եւ երաշխավորների մասին եւ խոսել է ինչ կոնտեքստով խաղաղությունը ամրացնելու, ամուր խաղաղություն ունենալու նպատակով։ Եվ ահա կյանքը բերել է նրան, որ մենք այսօր այդ խաղաղությունը ունենք, այդ խաղաղությունը նույնիսկ արդեն տարածաշրջանային մեծ, ուրեմն փոթորիկների մեջ եւ պայթյունների մեջ, եթե թույլ կտակ ասել, առիթ ունեցել է ապացուցելու իր կենսունակությունը եւ կայունությունը եւ ես վստահ եմ, որ ապագայում եւս կշարունակի այդպեսին լինել, ապագայում եւս կապացուցի իր կենսունակությունը, բայց այդ խաղաղության ամրությունը պայմանավորված է ինչով, եկեք հարց տանք, եթե չկան երաշխավորներ, պայմանավորված է հետեւյալով, իմ խորին համոզմամբ խաղաղություն ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև,
պայմանական երկու աշխարհի ցանկացած երկու երկրների միջև խաղաղությունը կարա լինի այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղությունը շահավետ է երկու կողմերին էլ։ Ուղիղ ասում եմ, տենց զանազան բաներ մի փնտրեք, ոչ թե թող մեր փորձագիտական դաշտը չարչարվի, ստե մի պատճառ կա իրանց կողմից երաշխավոր ասելով, ոչ ավելի ամուր խաղաղություն են ուզում, ոչ, չգիտեմ, ավելի ապահով ապագա, ստե սաղ սուտ է, մի բան են ուզում։ Կոնկրետ X երկիրը ինչ որ մի այլ հավելյալ լծակներով շարունակի ավելացնի ներկայությունը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստան-Ադրբեջանի սահմանին եւ ըստ այդմ շարունակվի այն ողջ ցիկլը, որի մեջ մենք եղել ենք, հետո էլի ենք եղել, հետո էլի ենք եղել, մենք էլ այդտենց մեր ընդդիմություն կոչվածների շնորհիվ, այսպես քթներիցս բռնած տանեն էլի հագցնեն նույն պատին, հետո էլի նույն պատին, հետո էլի նույն պատին։ Իսկ մինչև այդ առաջարկ ուժեղ տղերքին շարքից վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի էջում արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի 3 արած հայտարարությանը, որտեղ երկրորդ նախագահն ասել է, որ մեջբերում է. Եթե որևէ քաղաքական գործիչ կամ հայտնի դեմք էշի պես զրա, միլիոնավոր դիտումներ կհավաքի։ Նիկոլ Փաշինյանը պատասխան առաջարկ է արել։ Ուրեմն, Ռոբերտ Քոչարյանը 3 հայտարարել է հետևյալը, բառացի մեջբերում է. Եթե որևէ քաղաքական գործիչ կամ հայտնի դեմք Հայաստանում կոպիտ ասած էշի պես զռա ու հավեսով զռա, կարծում եմ դիտումները միլիոնները խփելու է։ Առաջարկում եմ պարոն Քոչարյանը էշի պես զռա, բայց հավեսով էլի, տեսնենք ինչքան դիտում կապահովի։ Գրազ եմ գալիս, որ իր միջին վիճակագրական դիտումները ընդհանրապես չի գերազանցի։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է մեկնաբանել վարչապետի հայտարարությունները։ Լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասել է, որ ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է։ Շատ կուզեին, որ ընդդիմադիրները լինեին ինտելեկտուալ, կառուցողական, նորմալ քաղաքական դիսկուրսի մեջ։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Քոչարյանն ասել է, որ պերաշկի ու սուջուխ ուտելով անլրջացվում է ընտրական գործընթացը, Ալեքսանյանը պատասխանել է. Քոչարյանը կարող է իրենց կերած պերաշկիների ու կուկուրուզների մասին խոսելու փոխարեն խոսի $200 միլիոն մասին, որը ըստ դատախազության մեղադրանքի ինքն է կերել։ Պարոն Քոչարյանը շատ ազատ ընտրություն ունի, կարա մեր կերած պերաշկիների ու կամ կուկուրուզների մասին խոսալու փոխարեն խոսի այն փողերի $200 միլիոն մասին, որը ըստ դատախազության մեղադրանքի ինքն է կերել։ Կարա մեր կերած պերաշկու մասին խոսա, կարա ըստ մեղադրանքի իր կերած $200 միլիոնի մասին խոսա ու դրանովից բավականաչափ լրջացնի քաղաքական խոսակցություն ու քաղաքական դիսկուրս։ Փոխեց եւ 4 միլիարդից վերադարձավ 200 միլիոն։ Բայց կներեք, հարգելի պարոն Կիրակոսյան, 4 միլիարդը դա, ինչքան ես եմ հասկանում, եղել է շատ տարածված մամուլում հրապարակումների տեսքով, այս մեկի տեսքով, այն մեկի տեսքով։ Փաշինյանի ելույթների։ Այո, բայց այնուամենայնիվ տարի չկարողացա կապացուցել։ Պարոն Կիրակոսյան, այնուամենայնիվ թույլ տվեք ասել $200 միլիոն ինչքան է, էլի $200 միլիոն, եթե ես չեմ սխալվում, $200 միլիոն Հայաստանի Հանրապետության ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյայի մի 5000 տարվա աշխատավարձն է։ 5000 տարվա, տասնյակ հազարների ամիսների կամ 5000 տարվա աշխատավարձն է, $200 միլիոն։ $200 միլիոն դա չգիտեմ, մի 100 հատ դպրոց է Հայաստանի Հանրապետության տարբեր գյուղերում։ Դա 1, 2, 3 պաշտպանական ամրաշինական կառույցը, որոնք մենք կառուցում ենք։ $200 միլիոն, դա չգիտեմ, դա ահռելի թիվ է ուղղակի։ Հա, եթե պարգևավճարի վերածենք $200 միլիոն, իդեպ էդ էլ է շատ հետաքրքիր միտք, որպես այդպեսին ենթադրում ես, օրինակ, եթե իմ տարեկան ստացած պարգևավճարի հետ համադրենք դա, երևի 10,000 տարի պիտի պատգամավոր լինեմ, որ այդքան պարգևավճար ստանամ։ Հա, ահագին պարգևավճար։ Ալեքսան, ամեն դեպքում չասեցիք, ինչու եք այդքան անլրջացնում։ Ամեն օր երկրի վարչապետը կարող է նստել ուտել եւ ցուցադրել եղի ջոջով, հիփերթով ջաշ, պերաշկի, կարտոֆիլ։ Այսինքն այս երկու մենակ ուտելուց այն կոմ բան չկա։ Հարգելի Ռուզաննա, ես իհարկե հասկանում եմ, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը, միանշանակ, չէ, դե կոնտեքստի մեջ եք տալիս հարցը։ Կոնտեքստ, հիմա մի վարքյան, էլի 1000 ներողություն։ Առհասարակ կյանքը տենց է, մարդը պետքա սնվի։
Առհասարակ ոչ մի վատ բան չեմ տեսնում Սիբեխով աղցան ուտելու մեջ, ձեզ էլ եմ խորհուրդ տալի։ Առողջ սնունդա շատ բջջանյութեր է պարունակում, իր մեջ առողջարար է, կերեք Սիբեխով աղցան։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին է խոսել ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ նորություն կա։ Լրագրողների հետ զրույցում Ռուբինյանն ասել է, որ բանակցային գործընթացը կանգ չի առել, բայց նոր ասելիք չունի։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչի հետ 2 օր առաջ է խոսել։ Ռուբինյանը նաև արձագանքել է պարգևատրումների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին։ Ռոբերտ Քոչարյանն եւ իր ընտանիքը պետք է դադարեն երկարացնել եւ պետք է առանց վիճարկելու $200 միլիոն մուծվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Թող իրենք դադարեն զբաղեցնել մեր դատավորներին, դատախազներին, փաստաբաններին եւ այսպես շարունակ։ Պետությունը իրենցից պահանջում է, դատախազությունը իրենցից պահանջում է բյուջե վերադարձնել ապօրինի ձեռք բերված $200 միլիոն։ Թող առանց երկարացնելու բերեն մուծվեն բյուջե։ Չգիտեմ, տարբեր հաշվարկներով մի քանի հազար տարվա։ Պարոն Ռուբինյան, դուք Իդեպ այդ որ հարցնում եք, Ձեր պարգևավճարները, ես այնպես կուզեմ, որ դուք այս բոլորդ, ովքեր որ ամեն անգամ հարցնում եք պարգևավճարների մասին, մի անգամ Քոչարյանին հարցնեք այդ $200 միլիոն մասին, այնպես կուզեի լսել։ Կարող է Քոչարյանը իր ընտանիքի անդամներին նախընտրական կաշառք տվել, երբ որ այդ $200 միլիոն կուտակել է ընտրությունների բերան, տարբեր տարիների ընտրությունների բերան։ Բայց չի կապացուցում, քրեական գործ չկա։ Դե շատ լավ, դե կսպասենք ապացույցները կլինեն։ Բայց բնականաբար իհարկե ցանկացած լսող առաջին հերթին մտածել է, որ այստեղ որևէ ապօրինություն չկա։ Իհարկե, պարոն Քոչարյանը իր որդին Հայաստանի ամենատաղանդավոր բիզնեսմեններն են։ Իրենք $200 միլիոն, իհարկե, այդպես ազնիվ։ Հա, օքեյ, ասում եմ սուրբ այդ մարդը։ Իսկ նիստը այսօր եւս թեժ է եղել ազգային ժողովի նախագահը հիշեցրել է իր խոսքով 3 տեղի ունեցած զավեշտալի ու նողկալի դեպքը։ Ալեն Սիմոնյանն ասել է, որ նախորդին անհետ կորածների հարազատների մոտ Հակոբ Ասլանյանը հայտարարել է, թե դիմացեք, շուտով իր խոսքով ռադ կանեն իշխանությանը։ Ալեն Սիմոնյանը դրվագներ է հիշեցրել պատգամավորին, Ասլանյանը տեղից արձագանքել է, միջամտել է ազգային ժողովի փոխոսնակը։ Երեք մի հետաքրքիր համծիծաղելի, համ նողկալի դեպք է տեղի ունեցել։ Պատգամավորներից մեկը դուրս էր եկել անհետ կորածների ծնողների մոտ եւ ասում էր, որ դե դիմացեք 2 ամիս բան մնաց, հեսա ձեզ ռադ կանենք կեթակ, հեսա Նիկոլին ռադ կանենք իր ընկերներով կեթան ու դա անում էր Հակոբ Ասլանյանը։ Ու գիտեք ինչ հիշեցի, թե ոնց էր մեր խմբակցության նիստի ժամանակ լաց լինում եւ աղաչում, որ ինքը մնա մեր խմբակցության մեջ, առաջարկություններ էր անում, ասում էր սառեցնենք, ես բեղ պահեմ ձևանենք, որ դուք ինչ չեք ճանաչում։ Եվ այս գիտեք, տենց մենք էլի տենց դեպքեր ունեցել ենք մեր քաղաքական պատմության մեջ եւ վստահ եմ էլի կունենանք տենց դեպքեր, որ մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանից են շող կտենում են, իրանց թվում է այդ իրանք են։ Տենց աստղայինը տանում է, քաղաքական մտածում են իրանք ասենց լուրջ քաղաքական ապագա ունեն։ Կոնկրետ իրապարակայում իրանք քաղաքական Պանիկովսկին են եւ ուզում եմ իրեն շնորհավորեմ, որ մենք ձեզ ռադարինգ, բայց անենց պահեցինք, որ թոշակի հարցը կլուծեք։ Այնուամենայնիվ թոշակը կստանաս, հա, մի անհանգստացի, բայց այնուամենայնիվ ամոթ է, ձեզ հավաք պահեք եւ ձեր չափի մեջ պահեք։ Նիկոլ Փաշինյանի շողքը հանգարց չմտածեք, որ դա դուք եք կամ կարակ երբևիցե լինեք։ Իրոք 2 ամիս մնաց, հետո ձեզ երևի փողոցում մարդիկ տենան նույնիսկ չճանաչեն։ Հակոբ Ասլանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ալեն Սիմոնյանը ստում է։ Պատգամավորն ասել է, որ մի օր պետք է այդ փուչիկը պայթեր, հիմա դա եղավ։ Հովիկ Աղազարյանի հետ կապված, բայց հասունանում է, նշել է պատգամավորն, անդրադառնալով դիտարկմանը, որ եթե Հովիկ Աղազարյանի հետ կապված հեռախոսային պատմությունը չլիներ, իրենք դեմ դուրս չէին գալու Նիկոլ Փաշինյանին ու քաղաքացիական պայմանագրին։ Ասլանյանն իր խոսքով փակագծեր է բացել։ Եթե ես պետք է ընկնեի լացելով խնդրեի, որ վերցնեին, ապա ինչու է ես գնում Factor TV եւ ինքս հայտարարում, որ ինքս սառեցնում եմ իրենց հետ գործնեությունը։ Ոչ, դա ես հայտարարել եմ, հետո են ինձ կանչել
հեռացրել եմ։ Եվ հետո մի փոքրիկ բան, որ միջի հիմա չեմ բացել, չեմ ասել։ Որպեսզի ինձ համոզեն, որ ես դնեմ իմ մանդատը, իրենք տարբեր ճանապարհներով հասել են ամերիկաները եւ աստրախանները։ Ինչքան հեռու իրենք փորձել են իմ տղայի եւ իմ եղբոր միջոցով ազդել ինձ վրա, որ ես դնեմ իմ մանդատը։ Սա երկրորդ։ Երրորդ, այնպիսի մի անհասկանալի անիմաստ բան է ասում, թե ոչինչ դուք ձեր թոշակը կստանաք։ Նախ ես այդ թոշակի կարիքը չունեմ, որովհետև ապահովված մարդ եմ մինչ այդ եւ փառք Աստծո ես 56 տարի աշխատել եմ այս երկրում, իմ հայրենիքում, եւ այսօր ֆինանսական տեսակետից այն վիճակում եմ գտնվում, որ իրենց տված այդ թոշակը որևէ էական դեր չի խաղալու ինձ համար։ Ծայրից ծայր սուտ է։ Չկա այդպիսի բան։ Ես լաց լինեմ, կներեք։ 3 անգամ կյանքը երկրի համար դրած մարդը կարող է ինչ-որ մի ստից բանի համար լաց լինել։ Մենք բոլորս մարդ ենք։ Պարոն Աղազարյանի հետ մենք ներսում միշտ էլ որոշակի մեր կարծիքն ունեցել ենք, այսինքն ինչ-որ ձևով եղել ենք ներքին ներսի ընդդիմություն, ինչ-որ ձևով, քիչ թե շատ, եւ այսօրվա բոլոր հարցերը, որ առաջացել են ու մենք այսօր դրա համար պայքար ենք մղում, այն ժամանակ չէր ասվում, այն ժամանակ մենք բոլորս ստիպված էինք եւ ներսում պայքարել, չէ, եւ փորձել։ Օրինակ մի ինչպես իրենց սխալների, ես մի բան ասեմ, դուք չեք նկատում, եթե ժամանակագրությամբ անցնեք, չեք տեսնում, որ ասենք պարոն Աղազարյանին եւ ինձ հեռացնելուց հետո Նիկոլ Փաշինյանի գործողությունները ինչքան անվերահսկելի սկսեցին դառնալ։ Այսինքն դուք եք վերազսպում։ Ոչ թե մենք զսպում էինք, այլ մեր գոյությունը այնտեղ որոշակի զսպողական բան էր։ Կողմ 67 դեմ 0 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Հաշվիչ հանձնախմբի նախագահն է ներկայացրել երեկվա քվեարկության արդյունքը։ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը, Վլադիմիր Վարդանյանը կերթվի 5 շաբթի օրվա նիստում։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Վլադիմիր Վարդանյան կողմ 67 դեմ 0։ Շնորհակալություն, շնորհավոր։ Շնորհավորում ենք պարոն Վարդանյան։ Հարգելի պատգամավորներ, Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ընտրվելուց հետո ազգային ժողովի նիստում երդվում է։ Վլադիմիր Վարդանյանը կերդվի 5 շաբթի օրվա նիստում, բայց այնուամենայնիվ շնորհավորում ենք։ Իրենք ինչ ուզեն կասեն, լրագրողների հետ զրույցում նշել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, որ եթե քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն չստանա առաջիկա ընտրություններին, սեպտեմբերին պատերազմ կսկսվի։ Ապրիլի 4-ին լինելու է ՀՀԿ-ի համագումարը, որտեղ բոլոր հարցերի պատասխանները կստանաք, ասել է Սերժ Սարգսյանը։ Երրորդ նախագահը նաև հայտարարել է, որ որևէ մեկն իրավունք չունի փակել Արցախ վերադարձի էջը։ Իրանք ինչ ուզեն ասեն, կգաք համագումար ձեր մուտքը ազատ ալնելու, հաճույքով ձեր բոլոր հարցերին կպատասխանենք։ Ռուսական հացահատիկի ևս մեկ խմբականակ Ադրբեջանի տարածքով տարանցի կառաքվում է Հայաստան, 5 վագոնից բաղկացած գնացքը տեղափոխում է 350 տոննա բեռ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հիշեցնում են, որ մարտի 24-ին այս երթուղով Հայաստան է առաքվել նաև 271 տոննա պարարտանյութ, 68 տոննա հնդկածավար։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանից տարանցմամբ Հայաստան արդեն առաքվել է ավելի քան 23,000 տոննա հացահատիկ եւ ավելի քան 700 տոննա պարարտանյութ։
Այլ թեմաներ մարտի 9-ին ավազակային հարձակում է եղել Երևանում։ Գիշերը ոստիկանություն է զանգահարել Հնդկաստանի քաղաքացի, հայտնել, որ իրեն անծանոթ ազգությամբ հնդիկ 6 անձ մտել է իր բնակարան պահանջել գումար։ Ինքը հայտնել է, որ գումար չունի, ինչից հետո գոտիով հարվածել են մեջքին, դանակով հարվածել դեմքին եւ գլխին, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այնուհետև Տաբատի գրպանից հափշտակել են բջջային ու ներքնագիտակից 190,000 դրամ։ Միաժամանակ ծեծել են նաեւ նույն հասցեում բնակվող մյուս քաղաքացիներին, հափշտակել գումար ու հեռացել։ Ոստիկանները պարզել են արարքը կատարած անձանց, դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Թմրանյութի հայտնաբերման դեպք Երևանում 3 ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Տիչինա փողոցի TV93 հասցեի մոտից ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու հիմնավոր կասկածի արկայության հիմքով ձերբակալել եւ ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Շիրակի մարզի 2 բնակչի։ Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, տղամարդիկ նկատելով, որ ոստիկանության աշխատակիցները մոտենում են իրենց, փորձել են դիմել փախուստի եւ այդ ընթացքում մեկը նետել է կասկածելի փաթեթ լցված սպիտակավուն զանգվածով։ Շամշյանի տեղեկություններով նա աշխատում է Պաշտպանության նախարարության զորամասում որպես պայմանագրային զինծառայող։ Շարունակենք, Թեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, արտգործնախարարությունից հայտնել են, որ բանակցություններ չկան, ինչպես չեն եղել վերջին 25 օրվա ընթացքում Իրանի դեմ անօրինական պատերազմ սկսելուց ի վեր։ Վերջին նորություններն ու աշխարհում կատարվող իրադարձությունները տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նա համապատասխան հրապարակում է արել Truth Social հարթակում։ Թրամփը Հունգարիայի վարչապետին անվանել է ուժեղ եւ հզոր ղեկավար, որը հասնում է ֆենոմենալ արդյունքների։ Վիկտորը եռանդով աշխատում է Հունգարիայի պաշտպանության, նրա տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, առևտրի զարգացման, անօրինական ներգաղթի դեմ պայքարի եւ օրենքի ու կարգ ու կանոնի պահպանման համար։ Հունգարիայի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները ին վարչակազմի օրոք հասել են համագործակցության նոր բարձունքների եւ ակնառու հաջողությունների շատ բանով վարչապետ Օրբանի շնորհիվ, գրել է ԱՄՆ ղեկավարը։ Թրամփը կոչ է արել Հունգարիայի ընտրողներին ձայնը տալ Օրբանի օգտին։ Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները նշանակված են ապրիլի 12-ին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր իրանցի գործընկեր Մազուդ Փեզեշքյանի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման հարցը։ Ֆրանսիայի ղեկավարը այս մասին գրել է X-ում. «Ես վերահաստատել եմ տարածաշրջանի երկրների վրա անընդունելի հարձակումները դադարեցնելու, էներգետիկ եւ քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունն ապահովելու եւ Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը վերականգնելու բացարձակ անհրաժեշտությունը», գրել է Մակրոնը։ Նա հավելել է, որ Փեզեշքյանին կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին, լարվածության թուլացման համար ճանապարհ բացելու նպատակով։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ողջունել է այն, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դատապարտել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունները, դրանք որակելով որպես միջազգային իրավունքի խախտում։ X հարթակում Արաղչին գրել է, որ միջազգային իրավունքը գործնականում մեռած է, ինչի պատճառն արևմտյան երկակի ստանդարտներն են, օրինակ արձագանքը Գազայի հատվածում եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին եւ լռությունը կապված Իրանի դեմ Իսրայել-ԱՄՆ ագրեսիայի հետ։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմը հակասում է միջազգային իրավունքին եւ հանդիսանում է քաղաքական ճակատագրական սխալ։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ռազմական գործողության մեկնարկից ի վեր վիրավորում է ստացել շուրջ 290 ամերիկացի զինծառայող։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ վիրավորների թիվը վերջին շաբաթվա ընթացքում աճել է 90-ով։ Ավելի վաղ հաղորդվել էր 200 վիրավորի մասին։ 290 վիրավորից 255-ը վերադարձել է ծառայողական պարտականությունների կատարմանը։ 10 զինվորական դեռևս ծանր վիճակում է։ Բացի այդ, մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող։ Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը նշել էր, որ ամերիկացի զինծառայողների մեծ մասը վիրավորում է ստացել իրանական անօդաչու թռչող սարքերի գրոհների հետևանքով։
Իրանը հայտարարել է տարածաշրջանում հակամարտության սրման սկսվելուց ի վեր Իսրայելի տարածքին եւ տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին հրթիռային հարվածների 80-րդ ալիքի մասին, կիրառելով պինդ վառելիքով հրթիռներ եւ ճշգրիտ կառավարվող ռումբեր։ Հարձակումների 80-րդ ալիքի ընթացքում հիմնական թիրախներն են Իսրայելի հյուսիսում զինվորների հավաքատեղիները, որոնք ըստ Իրանի հայտարարության կենթարկվեն զանգվածային հրթիռային հարձակումների եւ անօդաչու թռչող սարքերի հարվածների առանց որևէ սահմանափակման։ Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ սկսել է հարվածների շարք Իրանի կառավարական օբյեկտների ուղղությամբ ամբողջ Թեհրանում։ Իսրայելի պաշտպանության բանակը նաև նշել է, որ Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումներ են գրանցվել։ Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենի գլխավորած սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթանակ է տանում խորհրդարանական ընտրություններում։ Տվյալների համաձայն իշխող կուսակցությունը հավաքում է ձայների 21.9%-ը։ Նշվում է, որ սա կուսակցության ամենավատ արդյունքն է վերջին ավելի քան 100 տարվա ընթացքում։ Նշվում է, որ ընտրությունների արդյունքների համաձայն ոչ ձախ կենտրոնամետ եւ ոչ էլ աջ կենտրոնամետ կուսակցությունները չեն կարողանա ապահովել մեծամասնությունը։ Ձախ կենտրոնամետները կստանան ընդհանուր առմամբ 84 տեղ, իսկ աջ կենտրոնամետները 77, չափավոր ուժերը կունենան 14 տեղ։ Այսպիսով կուսակցությունները հավանաբար ստիպված կլինեն բանակցություններ սկսել չափավոր ուժերի առաջնորդ երկրի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռազմուսենի հետ կառավարություն ձևավորելու համար։ Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Փհենյանը միշտ լինելու է Մոսկվայի հետ։ Դա Հյուսիսային Կորեայի ընտրությունն է եւ անսասան կամքը, հայտնում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։ Հյուսիսկորեական առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին երկրի նախագահ վերընտրվելու կապակցությամբ նրա շնորհավորանքի համար։ Սրտանց երախտագիտությունս եմ հայտնում Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության պետական գործերի նախագահի պաշտոնում իմ վերընտրվելու կապակցությամբ ձեր կողմից բոլորից առաջ ուղարկված ջերմ եւ անկեղծ շնորհավորանքների համար, գրված է հաղորդագրությունում։ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները մոտենում են ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորմանը։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է գնալ ուկրաինական ճգնաժամի բանակցային լուծման ճանապարհով։ Հիմնվելով Ալյասկայի գագաթնաժողովում Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ նախագահների միջև ձեռք բերված փոխըմբռնումների վրա, ներառյալ հակամարտության արմատական պատճառների վերացումը, իդեմս Ռուսաստանի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքների։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ հանրապետության տարածքում մինչև մարտի 28-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանն այսօրվանից կնվազի 2-ից 4, իսկ Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 5-ից 7 նիշով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունն է բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։